Ողջույն սիրելի բարեկամներ, գիտեմ, որ շատերը չեն սիրում հնդկածավար, բայց այսօր ձեզ ցույց կտամ մի բաղադրատոմս, որը կփոխի ձեր կարծիքը։ Պատրաստում ենք անչափ համեղ, սննդարար ու հագեցնող փլավ հնդկածավարով և տավարի բզկտած մսով։ Վերցնում ենք 400 գրամ տավարի միս, լավ լվանալուց հետո վրան լցնում ենք սառը ջուր և դնում ենք ցածր կրակին։ Առանց աղավելացնելու եփում ենք մինչև պատրաստ լինելը, ընթացքում եթե փրփուր է գոյանում, հեռացնում ենք։ Փլավը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ հնդկածավար, որը մի քանի անգամ լավ լվանալուց հետո մի կողմ ենք դնում։ Միսը արդեն եփվել է, տեսեք ինչ թափանցիկ արգանակ ենք ստացել, այն կօգտագործենք փլավը պատրաստելիս, առավել հագեցած համ ստանալու համար։ Խաշած տավարի միսը 2 պատառաքաղների օգնությամբ կամ ձեռքերով բաժանում ենք այսպիսի մանրաթելերի։ Ցանկության դեպքում միսը կարելի է բաժանել մանր խորանարդների։ Տապակի մեջ դնում ենք սերուսքային կարագ, կավելացնենք նաև մի փոքր ձետ, որպեսզի կարագը տապակվելիս չայրվի, այնուհետև կավելացնենք լվացած հնդկածավարը։ Հնդկածավարը կարագի մեջ պետք է պովենք 3-ից 4 րոպե, որպեսզի եփելուց հետո փլավը ստացվի հատիկ-հատիկ։ Այս փլավը պատրաստելիս ես գազար չեմ օգտագործում, քանի որ այն փլավին մի փոքր քաղցրություն է հաղորդում, սակայն եթե դուք ցանկանում եք, կարող եք այս փուլում ավելացնել։ Սիրելիներս, համոզված եմ, որ հնդկածավարը մեկ անգամ այս տարբերակով պատրաստելուց հետո այն կդառնա ձեր սիրելի ուտեստներից մեկը։ Փլավին յուրահատուկ համ հաղորդելու համար ավելացնում ենք 1 թեյի գթալ զիռա, սակայն կարող եք ավելացնել նաև աղացած տարբերակը, այսինքն քիմիոն։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ և հետաքրքիր բաղադրատոմսերը։ Համեմունքի բույրը արդեն շատ լավ բացվեց, ավելացնում ենք տավարի միսը և մնացած արգանակը։ Արգանակը ավելացնում ենք այնքան, մինչև բաղադրիչները հազիվ ծածկվեն։ Քանի որ միսը խաշելիս աղ չէինք օգտագործել, համեմում ենք աղով։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, ծածկում ենք թավան և եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Սիրելիներս, իմ ալիքում կա հավի կրծքամսով և հնդկածավարով փլավի մեկ այլ համեղ տարբերակ։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ Ամբողջ ջուրը գրեթե քաշվել է, անջատում ենք կրակը, ծածկում ենք թավան և թողնում ենք փլավը հանգստանա 3-ից 5 րոպե, այնուհետև մատուցում ենք։ Նման ձևով պատրաստված հնդկածավարը չհավանելը անհնար է, ստացվում է արտակարգ։ Այսօր էլ հնդկածավարով և տավարի բզկտած մսով այսպիսի համեղ փլավի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։